Բարև ձեզ, ես Գոր Մուրադյանն եմ, աշխատում եմ Տաշիրի մշակույթի կենտրոնում որպես հնչյունային ռեժիսոր, աշխատում եմ արդեն մոտավորապես 7 տարի, շենքը մոտավոր 7 տարի է ինչ գործում է, բայց ինքը ԽՍՀՄ-ի ժամանակահատվածից է, ինքը շենքը։ Սա պետական է, այսինքն համայնքապատկան մշակույթի տուն է, մասնավոր չէ։ Եվ հողակ է, եւ կառուցել է Տաշիր բարեգործական ընկերությունը, ինչպես հասկացանք։ Տաշիցիները ինչպես են վերաբերվում այստեղ կատարվող այս ներդրումներին, նաև համայնքը պետությունը ինչպես է վերաբերվում, որ մասնավոր հիմնադրամի մասնավոր անձի միջոցներով է այս մշակույթի տունը գործում։ Պետության պահով չեմ կարող ասեմ, բայց Տաշիրի բնակիչները բոլորը շատ ուրախ են, որ կառուցվում է գեղեցիկ sense շինություններ, բարեկարգվում է այգիներ մի խոսքով ու սա դեռ ամենը չէ եւ ելի շարունակվում է Տաշիր բարեգործականը միշտ շարունակում է բարեգործություններով զբաղվել ոչ միայն Տաշիրում, այլ ամբողջ Հայաստանում։ Այսինքն այս պահին էլ չնայած նրան, որ Սամվել Կարապետյանը գտնում է ազատազրկման մեջ, իր բարեգործությունները շարունակում է մինչ այսօր, այո։ Տաշիրցիները չնայած գուցե պարզ է, բայց դուք ասեք ինչպես են վերաբերվում Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Շատ բացասական, որտեղ բնականաբար նախ ասենց ասեմ 30 տարվա ընթացքում պետությունը ընդհանրապես մատը մատին չի տվել, ես Տաշիրի պահով եմ ասում, բարեկարգման որևիցե աշխատանքի մեջ։ Ինչ դուք տեսնում եք, ամբողջը Տաշիր բարեգործական, այսինքն Կարապետյանների ընտանիքի շնորհիվ է այս ամենը։ Հիմա այս մշակույթի տունը տեսանք, էլ ինչ ծրագրեր իրականացրել Սամվել Կարապետյանը։ Տաշիրում այգին հրապարակը, մանկապարտեզը, շուտով նաև մի փոքր պուրակ ենք ունենալու մի փոքր վերևի հատվածում, ինչքան ես տեղյակ եմ զոհերի հիշատակի պուրակ է լինել։ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի պուրակ։ Հասկացա։ Իսկ ասացիք այս պահին էլի շարունակում են ծրագրերը բարեգործական, կոնկրետ հիմա ինչ ծրագիր է իրականացվում։ Հիմա ճանապարհների շինարարությունով են զբաղված լինելու, ինչքան տեղյակ եմ ես, վերևի թաղամասի ճանապարհներն են, ներքևի այսինքն ասֆալտապատման աշխատանքները իրանք են անում, այսինքն բարեգործական հիմնադրամը, որտեղ այստեղ ինչ որ լինում է իրանք են անում, ասենց բա կառավարությունը շատ քիչ ներդրում ունի այստեղ, շատ քիչ։ Հենց Տաշիրում։ Հիմա այս ճանապարհը, որը մենակ մինչ պետական ճանապարհն է պետական բյուջեով կառուցվի, բայց մնացածը բոլորը Տաշիր բարեգործականն է։ Այսինքն նույնիսկ համայնքի ներսի փողոցները կամ չգիտեմ բակային փողոցները Տաշիր բարեգործական ընկերությունն է արել։ Բայց Սամվել Կարապետյանը հենց բուն Տաշիրից չէ, կողքի Լեռնավիթ գյուղից է։ Լեռնավիթ գյուղից։ Այնտեղ ես դեռ չեմ եղել, բայց ասացին, որ կտուրները բոլորը միանման են, շենքերը միանման են։ Բավականին, ասենց ասեմ, մոտ 60% երևի սեփական տների արտաքին տեսքը փոխվել է, կտուրները փոխվել է, այսինքն մտնում եք ոնց որ եվրոպական մի հատ ինչ-որ գյուղ մտնեք։ Ու շարունակվում է։ Բանը Լեռնավիթում շատրվաններ կա, այգի կա, կառուցված, մշակույթի տունն է այնտեղ վերանորոգված, սրա նման։ Լավ, տաշիցիները ինչ են մտածում Սամվել Կարապետյանին ինչու կալանավորեցին։ Իրենց ձեր գնահատման պատճառը ո՞րն է։ Ես չեմ կարող ասեմ։ Դրա պատասխանը ես չունեմ։ Հայտարարություն արած ասած եկեղեցու կողքը կկանգնենք մեր ձևով, բառացիչից հետո ընդհանրապես տարան նստեցին։ Այսօր մի բառի համար կարող մարդու գլխին կոպիտ ասած սարքեն, տանեն կոպիտ ասած նստածն։ Իսկ այստեղ ստեղի ժողովուրդը իշխանություններից կառավարությունից գոհ է։ Սամվել Կարապետյանից գոհ է, ասեմ, ժողովրդի պահով չեմ կարող ասեմ, ես կոնկրետ կառավարությունից շատ դժգոհ եմ։ Մեր այսօրվա կառավարությունից դժգոհ եմ, չափից դուրս։ Ինչի օրինակ Տաշիր մտնող ճանապարհը սարքել է, ինչ վայր։ Դա մենակ է, բա մնացածը։ Դե մնացածն Սամվել Կարապետյանն է սարքել։ Բայց կարելի է չէ պետությունն էլ ներդրում ունենա Հայաստանի ծաղկման
գործում, ոչ միայն բարերարները, բա պետություն, կառավարություն ինչի համար է ստեղծված։ Իսկ մնացած քաղաքական հարցերով հələ ճանապարհաշինությունը մի կողմ։ Գիտեմ, Արցախի կորուստը մնացած հարցերը։ Ոնց են վերաբերում տաշեցիները դրան։ Շատ ծանր։ Դեր համայնքապետը ով է, ինչ հայացքների դրա։ Չեմ կարող ասեմ, ես այդ հարցին չեմ կարող Կուսակցական քաղաքապատկերությունի ով է։ Անկուսակցական է, անկուսակցական է, այո։ Դեմ ընդդիմադիրը ավելի շատ իշխանական է։ Չէ, անկուսակցական։ Սա է համայնքապետարանի շենքը։ Չէ։ Ովքինն է։ Ով իսկ սա ինչ շենք է։ Սա ժամանակին եղել է գործկոմի շենքը։ Հիմա զբաղվածության կենտրոնն է։ Եկել, ինչքան գիտեմ, սոցիալական հարցերով բանն է, էլի, ոնց է շենքը։ Միասնական սոցիալական ծառայությունը հաստատсан։ Զբաղվածության կենտրոնն է, սոցիալն է։ Իսկ մի հարց էլ, ինչ խմբակներ կան, քանի սան կա այստեղ ձեր մշակույթի տանը։ Մշակույթի տանը մոտավոր 500 սան ունենք, խմբակներից բարի խմբակներ կա, նկարչություն, շախմատ, շորի դիզայն, իսկ տեխնիկագործություն։ Բնակչությունը որքան է Տաշիրի։ Եթե չեմ սխալվում, Տաշիրի կոնկրետ Տաշիր քաղաքը մոտ 10,000, տարածաշրջանը 16,000, եթե չեմ սխալվում։ Լավ, շնորհակալ եմ շատ։